Եկեք այսօր ես ձեզ ցուցադրեմ գումար աշխատելու ձևը համացանցով, թրեյդինգով, ոնց ուզում եք այդպես էլ անվանեք։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, որտեղ դուք կարող եք սովորել թրեյդինգ լրիվ անվճար։ Այսպիսի լավ հնարավորությունը պետք չէ ձեր ձեռքից բաց թողնեք։ Եկեք հիմա ես ուզում եմ գտնել մի լավ արժույթ, ձեզ ցուցադրել մանրակրկիտ վերլուծություն եւ կիսվել, թե որն է իրական գաղտնիքը թրեյդինգի։ Ինչպես եմ ես ուզում կատարել իմ արժույթի վերլուծությունը, որpիսի ես մի քիչ ինձ լավ զգամ եւ ձեր մոտ իմ գլուխը կովամ։ Եկեք ես հիմա ուզում եմ գտնել ամենալավ տոկոսով արժույթը եւ անկախ սիտուացիայից ես կկատարեմ trade եւ անկախ սիտուացիայից ես կաշխատեմ գումար։ Ուղղակի եկեք տեսնենք թե որ արժույթներ OutCHF իմ բախտը բերեց, սա կասեմ որ լավ սիտուացիա է։ Բայց եկեք տնենք մի 5 րոպե, որpիսի ես կարողանամ ձեր հետ կիսվել մի քանի գաղտնիքներով։ Եկեք, հիմա ես ուզում եմ կատարել մանրակրկիտ վերլուծություն իմ սիրելի դիտորդներ ջան, նայեք, ուրեմն, ինչ եմ ես տեսնում առաջին հերթին։ Ուղղակի այս մեր ծավալները այնքան մեծ են, որ խանգարում են եւ ես չգիտեմ ոնց ցուցադրեմ ձեզ վերլուծությունը։ Եկեք, մենք վերևում ունեինք լավ դիմադրության հատված, որտեղից սկսվել է այսպիսի լավ շարժում դեպի ներքև։ Մենք ունենք ներքևում գլխավոր մեր աջակցման հատվածը, ահա, և մենք հասկանում ենք, որ մեր կինը փորձում է կամաց հասնել այս մեր ներքևի հատվածին, բայց չի էլ ուզում եզրափակվի, եկեք մի քիչ հեռացնենք և հասկանանք, թե ուր է ուզում ընդհանրապես հասնել մեր կինը։ Եկեք ես հիմա կնշեմ, նայեք ուրեմն կա այսպիսի լավ հատվածներ, որտեղ որ մեր կինը փորձում է հասնի։ Եկեք հիմա ես կնշեմ և ձեզ կցուցադրեմ։ Նայեք իմ սիրելի դիտորդներ ջան, մեր գնի նպատակն է հասնել այս հատվածներին և անկախ սիտուացիայից, նայեք հիմա հասել է այս վերևի հատվածում։ Ես տեսա, որ մեր կանաչ մոմը ահագին ուժեղ էր, բայց այնուամենայնիվ ես որոշեցի կատարեմ trade։ Հիմա նայեք իմ սիրելի դիտորդներ ջան, 2 րոպեով ես կատարում եմ դագոն։ Հենց այս ամենավերևի կետից եմ կատարում դագոն։ Սա իմ առաջին դագոնն է։ Եկեք հիմա տեղափոխվենք TradingView կայք եւ հասկանանք թե ինչ է այստեղ կատարվում։ Նայեք։ Ընդհանուր առմամբ նայելով ծավալներին, ես կարող եմ ուրախանալ, քանի որ այս մեր գնորդների ծավալները փոքրանում են, եւ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մեր գնորդների ուժը կկորի։ Այո, նայելով այս վերջին ծավալին, ասում ես, որ հլը ունեն ուժ, հլը ունեն, ինչ ճիշտ, հլը կա ուժ, քանի որ ավելի մեծ է, քան միջին մեծությունը մեր ծավալների, բայց այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ վաղ թե ուշ, ահա, արդեն կտան մեր գնորդների գլխին և կիճացնեն ներքև։ Հիմա եկեք հասկանանք, մեր ստրախովկա հատվածը որն է, եկեք մի հատ հասկանանք, էլի, մեր ամենալավ ստրախովկա հատվածը սա է։ Եվ եկեք ես մեջտեղի այս հատվածը նշեմ, ահա, նայեք ընդհանուր առմամբ մենք ունենք 3 կետ, ահա, եկեք ես մի հատ վրայից նշեմ, որպեսզի դուք հասկանաք, ահա, այս 3 կետը լավ հատվածներ են, որտեղից որ կարելի է կատարել դագոն։ Եվ որպիսի մենք չմոռանանք, որ այստեղ մենք գործարքի մեջ ենք, եկեք տեղափոխվենք pocket option, գոնե 1-1, որպիսի հասկանանք, թե ի վերջո ինչ պետք է կատարվի այստեղ։ Շատ վատ է, գիտեք, որ այս մեր կանաչ մոմը այսպիսի լավ չափսեր ունեցավ։ Դա վատ է, մեր տեսանկյունից դա վատ է, բայց այնուամենայնիվ, այստեղ $50 էր, չէ՞։ Որպիսի մենք հիմա այսպես լինենք պլյուսով, ես կատարում եմ $125 դագոն, 1 րոպեով վաճառք։ Ահա, նայեք, այս կետից, այսինքն նույնիսկ այս ժամանակ ես տեսա, որ կա լավ կետ, նայեք, այս կետը, այս մեր մոմերի կանգ առած կետերն են։ Ճիշտ է, ես չբացեցի TradingView կայքը և այդ պահին չտեսա, բայց նույնիսկ pocket option կայքով, նույնիսկ 1 րոպեանոց գրաֆիկով, ես տեսնում եմ, որ այստեղ
կար հատված, որտեղից որ ես կատարեցի 1 րոպեով վաճառք։ Ինչու 1 րոպեով։ Ով կարող է պատասխանել։ Ու ասեմ, որ նույնիսկ 1 րոպեն հնարավոր է, որ մի քիչ շատ լինի, բայց հնարավոր է։ Ինչու ես 1 րոպեով կատարեցի վաճառք։ Քանի որ ես տեսնում եմ, որ արագությունը ահա որ մեծ է այստեղ։ Եվ եթե ես վիդեո չնկարեի, մտնեի այս թրեյդինգի մեր գրաֆիկը բացեի, ես կհասկանայի, որ ընդհանրապես չարժի այսօր թրեյդ կատարել։ Նու համենայն դեպս այս արժույթը չարժեր թրեյդ կատարել։ Սա հələ չի փակվել, բայց էլ մեզ չի հետաքրքրում։ Եկեք տեսնենք, ահա, սա իմ վերջին գործարքներն է, ուշադրություն միք դարձրեք, ես ինչպես միշտ իմ ստրատեգիաներն եմ փորձարկում եւ այլն եւ այլն։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, մենք պլյուս ենք թե ոչ, նայեք, ուրեմն 25, 25, 25, այսինքն $75 մենք կորցրել էինք, բայց ընդհանուր առմամբ շահել ենք $108։ Այո, մենք պլյուս ենք ընդհանուր առմամբ։ Եկեք մի անգամ էլ ես կատարեմ այստեղ վաճառք, բայց $25 իհարկե, նայեք, եկեք, բայց 3 րոպեով եկեք կատարենք, քանի որ ես հասկացա, որ այստեղ շատ արագ է շարժվում եւ մենք ամեն դեպքում մեր պլյուսը վերցնում ենք, այսինքն նույնիսկ նայեք, ինչ վատ սիտուացիա չէ ստացվեց։ Ինձ շատ են հարցնում, ոնց ես դու հասկանում, որ շարժումը պետք է անպայման շարունակվի, այսինքն իջնի ներքև, բայց հնարավոր է, որ շարժումը բարձրանա վերև։ Այո, հնարավոր է։ Ինչպես որ այստեղ եղավ, չէ՞։ Օրինակ 80% հավանականությամբ մենք հասկանում էինք, որ շարժումը պետք է իջներ ներքև, բայց իտոգում մեր շարժումը բարձրանում է վերև, բայց դա խանգարեց ինձ պլյուս վերցնելուց։ Հələ ճիշտ է ասեք, խանգարեց, թե ես իմ պլյուսը վերցրեցի։ Նայեք, հասանք մենք այն կետին, որ ես նշել էի։ Եվ եկեք ես ուզում եմ կատարեմ, գիտեք, չէ, այդտեղից դագոն, ահա։ Եկեք ես այնուամենայնիվ այստեղից դագոն կատարեմ, քանի որ սա իմ կետն է, եւ անկախ ամեն ինչից ես չգիտեմ սա ոնց կփակվի, բայց իմ կետից ես ուզում եմ կատարել դագոն, քանի որ այս կետը ես ի սկզբանե նշել էի, եւ ես ուզում եմ ցես ցուցադրել, որ այս կետերը աշխատում են։ Հա, հնարավոր է, որ մի քիչ մենք սխալվենք, հնարավոր է, որ մենք միանգամից չաշխատենք գումար, սկզբից գնանք մինուս, բայց տեսնենք թե ի վերջո ինչ կլինի։ Ես ուզում էի ձեր հետ կիսվել մի գաղտնիքով, իմ սիրելի թրեյդերներ ջան, նայեք, ես որ ասում եմ պետք է դուք միշտ աշխատեք, ես մի սիտուացիա հիշեցի իմ կյանքից եւ ուզում եմ կիսվել ձեր հետ, նայեք, իմ սիրելի դիտորդներ ջան։ Ես մոտավորապես 1 տարի առաջ վիրահատություն տարա, որը որ ահագին բարդ էր, չեմ ուզում մանրանալ ինչ վիրահատություն, երբ ոնց, ուղղակի կասեմ, որ ես մի 2-3 օր քայլել չէի կարող եւ ահա որ ցավերի մեջ էի, եւ նույնիսկ այն ամենաուժեղ ցավազրկողները ինձ չէին օգնում։ Եվ ես նույնիսկ այդ ժամանակ խնդրել էի իմ հարազատներին, որպեսզի իմ նոթը բերեին ինձ մոտ։ Եվ գուշակեք ինչու էի ես իմ նոթը ուզել։ Եթե դուք չգուշակեցիք, ապա ասեմ, որ ես իմ նոթը ուզել էի, որպեսզի զբաղվեի թրեյդինգով, ու ասեմ իմանաք ռեալ գումարով թրեյդինգով եմ ես զբաղվել այդ ժամանակ։ Այն որ կողքից նայում են, ասում են այդ քույրերը, բժիշկները նայում ասում են այս տղան լրիվ խելագար է, ասենք ահա որ ցավերի մեջ է, տեղերը չեն օգնում, բայց ինքը նոթբուքով զբաղվում է թրեյդինգով։ Հա, հնարավոր է, որ ես խելագար լինեմ։ Հնարավոր է, գիտեք, չէ, որ ես խելագար լինեմ, բայց այնուամենայնիվ ես ուրախ եմ, որ ես այդ ժամանակ եղել եմ խելագար։ Ես եղել եմ խելագար այդ ժամանակ եւ ես ուրախ եմ։ Նայեք, այս հատվածը կաշխատեր, եթե մենք կատարեինք 1 րոպեով գործարք։ Հիմա ես այս հատվածից եմ կատարում 1 րոպեով գործարք եւ ես իզուր կատարեցի 2 րոպեով, հասկանալով, որ շարժումը շատ արագ էր, պիտի ես կատարեի 1 րոպեով։ Այն հատվածը լրիվ 1 րոպեն հերիք էր, որպեսզի մենք վերցնեինք մեր պլյուսը։ Բայց ոչինչ, մենք այնուամենայնիվ կաշխատենք գումար, ես ուղղակի ուզում եմ, մենք այստեղ այսինքն լավ, եկեք $100 եւ 1 րոպեով կրկին վաճառք։ Սա շատ վատ ստացվեց, իհարկե, քանի որ ես մոռացել էի, որ սա պետք է լիներ 3-րդ տագոնը եւ ես ինչ արեցի,
կատարեցի $50, չնայած որ ես արդեն $50 տագոն կատարել էի։ Լավ։ Նայեք, եթե ես չսխալվեի գումարով, ես արդեն իսկ պլյուս էի, բայց եթե հաջողվի սա էլ վերցնենք, լավ կլինի, եթե չլինի, ապա ստիպված տագոն պետք է կատարենք։ Նայեք, ես ասում եմ, այստեղ 1 րոպեն է լավ աշխատում, քանի որ արագանում է շարժումը եւ 1 րոպեն է լավ աշխատում։ Իսկ սա արդեն 2 րոպեի ժամանակահատված էր, որովհետեւ ես ուշ մտա այստեղ։ Ես իմ գլխին սարքեցի, տեսակ չէ, իմ սիրելի դիտորդներ ջան։ Մարդ էլ իրա գլխին սարքի։ Ախր ես ուզում էի քիչ գումար աշխատել, քիչ գումար էի ես ուզում աշխատել։ Բայց ես եմ մեղավոր, քանի որ ճիշտ չհաշվարկեցի իմ, նայեք, հիմա ուրեմն ես այստեղ կատարում եմ $200 վաճառք 1 րոպեով, եւ եթե այստեղ ես պլյուս չփակվեմ, ես կգնամ ուրիշ գործարք կկատարեմ։ Այսինքն այստեղ ես կհամակերպվեմ իմ մինուսով։ Քանի որ ես, չգիտեմ, այլ լավ հատված չեմ տեսնում այստեղ։ Նայեք, միակ լավ հատվածը, որ ես տեսնում եմ, սա է։ Այսինքն եթե այս հատվածը կոտրեց եւ բարձրացավ վերև մեր քինը, ես այլ լավ հատված չեմ տեսնում։ Այս հատվածները հաստատ չեմ պահի մեր քնին։ Այսինքն եթե սա հիմա մենք պլյուս չվերցնենք, ապա պետք է նահանջենք եւ ուրիշ արժույթի մեջ փորձենք գումարը հետ բերենք։ Նայեք, այսպիսի դժվար սիտուացիաներ նույնպես լինում են, իմ սիրելի դիտորդներ ջան։ Դուք պետք է հասկանաք եւ թրեյդինգին վերաբերվեք շատ լուրջ եւ ճիշտ։ Հիմա եկեք մի հատ հասկանանք, ախր մենք նույն հատվածում ենք, է։ Հələ եկեք տեսնենք, դե պիտի որ այս հատվածը աշխատի, իմ հələ կոտրեց։ Լավ, կոտրեց իմ սիրելի դիտորդներ ջան, նայեք, օրինակ այս սիտուացիան ես էլ չեմ շարունակի, քանի որ ուժեղ ծավալներ կա, ուժեղ մոմ կա, սա ուղղակի խելագարություն կլինի այստեղ շարունակելը։ Եկեք հիմա գտնեմ ես ուրիշ սիտուացիա եւ մենք կփորձենք վերականգնել մեր գումարը, մենք $300 ենք կորցրել, մենք իհարկե այդ գումարը կվերականգնենք, չմտածեք իմ մասին, cut CHF, եկեք հասկանանք։ Նայեք, ես լրիվ հանգիստ, ասեմ իմանաք, կատարում եմ այսպիսի գործարքներ, 600, հա, նորմալ է, եկեք $600 կատարում ենք 4 րոպեով վաճառք, և մինչ մեր գործարկը ավարտվի, եկեք ես ձեզ ցուցադրեմ իմ տելեգրամյան սիրելի ալիքները, մենք ունենք Phoenix Trading արդյունքների ալիք, որտեղ ամեն օր մեր դիտորդները կիսվում են իրենց արդյունքներով, նայեք, մենք ունենք շատ և շատ արդյունքներ, և կարող եք մտնել և հետևել այս արդյունքներին, և դուք նույնպես կարող եք ուղարկել ձեր արդյունքը, Phoenix արդյունք բոտ կա, որի հղումը, որ մեր այս բաց տելեգրամյան ալիքի ամրացված հաղորդագրության մեջ է և ձեզ հետաքրքրող բոլոր հղումները այստեղ են, իմ սիրելի դիտորդներ ջան, նաև այստեղ ամեն օր դուրս են գալիս շատ հետաքրքիր նորություններ կապված թրեյդինգի և մեր ալիքի հետ։ Մենք ունենք նաև Phoenix օգնություն բոտ, որտեղ որ դուք կարող եք ստանալ այսպիսի մինիմալ տեխնիկական խնդիրների ձեր լուծումները, նայեք, ինչպես համալրել, ինչպես կանխիկացնել, ինչպես միանալ փակ ալիքին, ասեմ իմանաք, մենք ունենք փակ ալիք, որտեղ որ դուք ստանում եք 2 օգնական ծրագիր, Phoenix Premium AI, սեղմելով արժույթի անունը դուք ստանում եք հրահանգ և Phoenix AI։ Եվ որպիսի այս ծրագրերը ստանաք, դուք պետք է մուտք գործեք մեր VIP ալիք, որը որ իդեպ անվճար է, ուղղակի դուք պետք է գրանցվեք Pocket Option կայքում մեր հղումով, որը որ ապիսանիայի բաժնում է, եւ դուք պետք է կատարեք համալրում $20, այդ մինիմալ գումարը, որը որ ես դրել եմ, որից հետո դուք ստուգում եք ձեր ID-ն եւ ուղարկում եք ձեր ID-ի թվերը այս բոտին։ Մեր admin-ը ստուգում է Եվ եթե դուք կատարել եք պահանջները, ապա ձեզ կտրամադրի մեր փակ տելեգրամյան ալիքի հղումը։ Ես ուզում եմ հիմա փորձնական ստուգել մեր CAD CHF-ը, ինչ կասի մեր ծրագիրը։ Ես փնտրում եմ CAD CHF-ը։ Նայեք, օրինակ մեր ծրագիրը վերլուծեց եւ ասեց, որ չարժի trade կատարել։ Նայեք, trade չկատարել, սպասել եւ պատճառները նա նշում է։ Նայեք։ Այո, չզարմանաք, քանի որ այդ բոտը ես ստեղծել եմ այնպես, որպեսզի մինիմալացնեմ ձեր ռիսկերը, այսինքն եթե կա բարձր տոկոսի հավանականություն, որ դուք կփակվեք մինուս,
Մեր bot-ը ցես չի թույլատրի, որպեսզի դուք կատարեք trade։ Նայեք, հիմա դուք կուրախանաք եւ կասեք, այո, մենք ներքևում ենք եւ կփակվենք պլյուս, բայց ես այստեղ ներքևում տեսնում եմ դիմադրության հատված, որտեղից որ ահա, մեզ հնարավոր է որ սեղմեն, ճնշեն եւ ուղարկեն վերև։ Բայց հնարավոր է որ մենք կոտրենք եւ իջնենք ներքև, բայց այնուամենայնիվ ես չեմ կարող չնկատել այս հատվածը։ Շատ անգամներ ասում են դու չես հանձնվում եւ այլն, միշտ փորձում ես պլյուս փակվել, օրինակ նախորդ արժույթը ես հանձնվեցի, չէ, իմ սիրելի դիտորդներ ջան, որpեսզի դուք հասկանաք, որ կուրորեն չպետք է անընդհատ միշտ կատարեք վաճառք կամ գնում։ Երբ որ հասկանում եք, որ այդտեղ անհնար է, վсё, հեռանում եք իմ սիրելի դիտորդներ ջան։ Եվ իհարկե պետք է պահեք risk եւ money management օրենքները։ Նայեք, ես ուզում եմ հասկանալ, հիմա մենք $500 պլյուս ենք, հա։ Այսինքն մենք ընդհանուր առմամբ աշխատեցինք իմ սիրելի դիտորդներ ջան։ Նայեք, ես օրինակ այստեղ վաճառքով աշխատել եմ, չէ՞։ Բայց ինչի եմ փորձում մեկ-մեկ այսպիսի էքստրեմալ բաներ չեմ հասկանում։ Երևի իմ մեջ ադրենալինն է խոսում, հա։ Եկեք տեսնենք ի վերջո ոնց կավարտվի մեր գործարքը։ Հա։ Անպայման պետք է վերադարձ տար։ Լավ։ Եկեք։ Ախր դիմադրության հատվածում ենք, չեմ էլ կարող է կատարել վաճառք։ Այստեղ ավելի շատ ես կկատարեմ գնում, քան կկատարեմ վաճառք, գիտեք, չէ։ Ահա, բայց անցանք ոնց որ այս դիմադրության հատվածը։ Ահա, մի քիչ էլ եկեք գիտեք, չէ, հիմա $300-ով եկեք կատարենք վաճառք, քանի որ նայեք, ես ինչ ճիշտ հիմա ասեմ ցես։ Այս հատվածը, երբ որ մենք այստեղ էինք, ես վախեցա, որ կարող է ճնշի եւ իջեցնի ներքև, բայց որ անցանք, պրինցիպի արդեն կարելի է դեպի ներքև իջնել, քանի որ օպլա։ Արդեն շանսերը մեծ են պլյուս փակվելու։ Բայց այնուամենայնիվ չեմ կարող ասել, որ 100%-ով պլյուս կփակվենք։ Շատ ցկցկվեց այս վիդեոն, ես երևի թե կտրեմ հանեմ այս հատվածները, չգիտեմ, հետաքրքրություն կա այսպիսի գործարքների մեջ։ Հա, ընդհանուր առմամբ մենք բոլորս էլ գիտենք, որ ես պալյուբոմը պլյուս եմ փակվելու, եթե ոչ հիմա, ապա մի քանի րոպեից, բայց չգիտեմ, հետաքրքիր է իմ դիտորդներին այսպիսի գործարքները։ Ահա, վերջ իմ սիրելի դիտորդներ ջան, այս անգամ հաստատ վերջ։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից, եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս հրաշք ալիքը, ցանկանում եմ ձեզ լավ օր և հաջողություն։